Բարելույս գեղեցկուհի Սոնա ջան, այսօր շատ գեղեցիկ ես, ողջունում եմ քեզ։ Բարելույս մեր թանկագին, շատ սիրելի հարազատ հեռուստադիտողներին, սիրելիներս հուսով եմ միացել եք մեզ եւ պետք է այսօր մեզ հետ փորձեք հասկանալ օրվա բաղադրատոմսը եւ իհարկե հենց մեզ հետ համահունչ անցկасնել այս 2 ժամը։ Սիրելիներս, ինչպես Սոնան նշեց, այս 2 օրը մենք որոշել ենք տրամադրել զատկական, նախապատրաստական աշխատանքներին։ Ինչու, որովհետև մի քանի օր, քանի որ շատ ճոխ դեռ եթերներ են սպասվում ձեզ, շատ գեղեցիկ վայրերից եւ շատ հետաքրքիր մարդկանց հետ հարցազրույցներով, ապա մի քանի օր խոհանոցային հատվածը չի լինի եթերում։ Այստեղից իհարկե, ուրիշ տեղից հաստատ կլինի, մեր տաղավարից չի լինի, այդ իսկ պատճառով ես ավելի վաղ սկսեցի նախապատրաստական աշխատանքները եւ շատ ցանկանում եմ, հորդորում եմ այս 2 օրը մնաք մեզ հետ, անպայման հետևեք մեզ, որպեսզի տեսնեք, թե մենք ինչպիսի աշխատանքներ ենք կատարում եւ ինչպես ենք ուզում պատրաստել մեր տոնական սեղանը, ինչպես ենք ուզում զարդարել այն։ Եվ իհարկե ես ասեմ, որ հենց այսօրվանից, չնայած այսօր շատ օրվա խորհուրդը շատ իմաստալից է, շատ կարևոր է, այսօր ավագ 2 շաբթի է, բայց իհարկե մենք պետք է շեղվենք, պատրաստենք մեր օրվա առաջարկը, որը հենց կապված է զատկական տոնի հետ, բայց այնուամենայնիվ գիտեմ մարդիկ կան, որ գուցե զարմանան, ասեն դեռ պահքի շրջան է, դեռ այս նախապատրաստությունները ժամանակը չէ, բայց ես պետք է սկսեմ հենց այսօրվանից։ Այնպես որ մնացեք մեզ հետ եւ այսօր եւ վաղը, որպեսզի տեսնեք մեր ամփոփումը, զատկական նախապատրաստական աշխատանքների ամփոփումը ինչպիսին է լինելու։ Այնպես որ հորդորում եմ այս 2 օրը հաստատ մեզ հետ լինեք։ Խոհանոցային հատվածը հետաքրքիր է լինելու յուրահատուկ ձևով։ Եվ անցնելով առաջ ասեմ, ես այստեղ ունեմ արդեն պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչները, այսօր պատրաստելու ենք կուլիչ, այսինքն բոլորի համար այսպես տարածված է կուլիչ անվանումով այն թխուկը, որը զատկական սեղանն է զարդարում, եւ իհարկե կամ պասկա է նաեւ Պասխայի հետ կապված պասկային անվանում շատ հետաքրքիր, հատկապես իմիջիալոց նշեմ Սփյուռքի ժողովուրդը, Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները հենց պասկա անունով են շատ այսպես տարածված իրենց պասկաները պատրաստում են, սեղանները զարդարում են եւ իմիջիալոց նրանց պասկաները, կուլիչները շատ յուրահատուկ են, յուրահատուկ բաղադրատոմսով։ Մի փոքր ես շատ կցանկանայի այդ բաղադրատոմսը ձեզ առաջարկել, սակայն շատ բարդ process պետք է անցնի, շատ երկար ժամեր են պետք, որպեսզի այդ խմորը հասունանա, այդ խմորով պատրաստեն այդ պասկան, շատ երկար է տևում, մինչև եփվում է 2-ից 3 ժամ դա պետք է եփվի եւ այստեղ մեր տաղավարի պայմաններում ժամային առումով երևի թե հարմար չէ լինի։ Դրա համար ես այսօր առաջարկելու եմ ձեզ ամենահին, ամենահայկական տարբերակը, քանի որ հնում կուլիչ կամ պասկա այդպիսի բաներ չեն պատրաստել, մեր տատիկները պատրաստել են պարզապես կատնահունց եւ դրել են սեղանին, այսինքն շատ հայկական, շատ ավանդական տարբերակով, շատ սովորական բաղադրիչներով։ Դրա համար ինչ է մեզ անհրաժեշտ։ Մեզ անհրաժեշտ է ալյուր, շաքարավազ, խմորիչ, կաթ, գոլ կաթ է մեզ պետք է ստեղ եւ իհարկե հավելումներից մենք ունենք ջրի տեսականի, որ անպայման խառնելու ենք այս խմորի հետ եւ վերջում հավկիթով տրորենք տեղափոխենք ջեռոց։ Ջեռոցը վաղուց արդեն ես տաքացնում եմ սիրելիներս եւ խմորը վաղուց արդեն պատրաստ է։ Ես այն պատրաստել եմ գիշերը, որ այսօր հասցնեմ ձեզ վերջնական տարբերակը ցույց տալ, բայց սա երբ պատրաստ ենք տեղափոխենք ջեռոց, մենք խմորի բաղադրությունը միասին կպատրաստենք։ Սա ուղղակի ավարտուն տարբերակն է։ Մեզ ինչ է պետք։ Մենք հենց հիմա պետք է պարզապես սկսենք այն պատրաստել։ Ես պետք է 3 մասի բաժանեմ խմորը, իհարկե մինչ այդ պետք է ավելացնենք մեր ջրերի տեսականին, հետո գրտնակենք, 3 մասի բաժանենք, գրտնակենք եւ այսպես հյուսենք, որ ստացվի շատ հայկական։ Ահա անցնելով առաջ ասեմ, որ ես այստեղ պետք է հիմա ջրերը ավելացնեմ,
Մի փոքր ինձ բուսայուղ է պետք։ Այսպես տրորենք, որպեսզի կարողանանք հեշտությամբ հունցել։ Ավելացնենք մեր չրերը։ Աստիճանաբար տեսնենք, թե ոնց կստացվի, անհրաժեշտության դեպքում իհարկե ալյուրը պետք է գործի դնենք։ Շատ փափուկ, շատ էլաստիկ խմոր է ստացվել, իմիջիայլոց ասեմ, որ այն պետք է այսպես հատկապես շեշտադրումը կլինի գոլ կաթի վրա, պետք է կաթը գոլ լինի պատրաստելիս, այնուհետև պետք է պատրաստենք ձեռքերին չկպչող խմոր։ Ահա, ես հիմա սեղանին մի փոքր ալյուր կցանեմ, այսպես, և իհարկե կսկսենք աշխատել։ Մի փոքր էլ փորձենք այսպես հունցել այն։ Անհրաժեշտության դեպքում չրերը, սիրելիներս, աչքաչափով տեսեք ոնց ձեզ հարմար է։ Կարելի է բավականին շատ լցնել, կարելի է ուղղակի մի փոքր ձևի համար այսպես ուղղակի հետք թողնի խմորի մեջ։ Իսկ առավել ևս կարող եմ ասել, որ կարող եք 3 գնդի բաժան, ես հիմա 3 գնդի եմ բաժանելու, կարող եք յուրաքանչյուր գնդի մեջ միջուկ պատրաստել եւ այդպես հյուսքը հյուսել։ Ես ընդհանուր խառնեցի, բայց ցանկության դեպքում կարելի է միջուկները առանձնացնել։ Ահա։ Այսպես։ Ես բաժանեմ այն 3 մասի, մեզ այստեղ օգնության կհասնի յուրահատուկ գործիքը, այսպես և այսպես, ահա խնդրեմ, նորից գնդենք և մեր գնդերը բացենք, կարող ենք առայժմ սա թողնել մի կողմի վրա և հերթականությամբ այն բացել։ Իմիջիայլոց ասեմ, որ ընթացքում կարող եք ձեռքերը բուսայուղով այսպես ցողել, որպեսզի ավելի հեշտ լինի աշխատել խմորի հետ։ Հիմա գրտնակը բերեմ, մի փոքր այն բացենք։ Տեսքը շատ գեղեցիկ է արդեն, մնում է, որ ամբողջությամբ կարողանանք բացել այն։ Երեք գունդն էլ այս տարբերակով ենք բացելու, սիրելիներս, և հյուսք ենք անելու։ Պետք է փորձենք բավականին այսպես հարթ բացել, տեսնենք ոնց կստացվի մեզ մոտ, այսպես, Ադրին է, ողջույն Սոնա ջան, ողջույն, շատ աղջիկական գործ ես այսօր ձեռնարկել մեր աղջիկական եթերի համար, և հուսով եմ, որ կստացվի այն, լավ կստացվի, այ այսպես սիրելիներս, ես հիմա փորձեմ էլի մի փոքր ներող կլինես, մի փոքր էլ այսպես բուսայուղով ցողեմ այն, սա թողնենք մի կողմի վրա, որպեսզի ավելի փափուկ լինի, այո, որպեսզի ավելի այսպես
լավ ստացվի եւ իհարկե այս գործողությունը պետք է անենք, մենք այսպես փոքրիկ այս խմորիկը փորձենք գնդել։ Եվ մի փոքր էլ տափակացնենք։ Այսպես։ Ահա։ Ու թողնենք մի կողմի վրա եւ անցնենք հաջորդ գնդին։ Այսպես մեզ ուրեմն 3 նմանատիպ ուրեմն խմոր է պետք, այսպես երկարությամբ բացված, որպեսզի հյուսքը շատ հեշտությամբ կարողանանք ստանալ։ Այո։ Ես առաջարկում եմ, քանի որ ամբողջ գործընթացը ցույց տվեցինք մաշացիելի հեռուստադիտողներին, հիմա լինի կարճատև դադար, այդ ընթացքում մենք շարունակենք, հետո կմիանանք եւ որ պահից միացանք, այդ պահից ցույց կտանք սիրելի հեռուստադիտողներ, թե ուր ենք հասել։ Բարի ողջույն թանկագին հեռուստադիտողներ ջան, ինչպես ասացի, այսօր մնացեք մեզ հետ, որպեսզի իմանաք օրվա բաղադրատոմսը, իսկ օրվա բաղադրատոմսն է հենց զատկական տոնի հետ կապված այն հանրահայտ կուլիչը, բայց մենք այսօր պատրաստում ենք ավանդական կաթնահունց, քանի որ կուլիչի հետ կապված ասացի խմորը շատ բարդ է եւ շատ ժամանակատար, այդ պատճառով ես առաջարկում եմ ամենաթեթև, ամենաավանդական տարբերակը կատնահունցը եւ իհարկե ինչպես հիշում եք քիչ առաջ ես ասացի խմորը արդեն նախապես պատրաստել եմ ես պարզապես ցանկացա վերջնական տեսքը ձեզ ցուցադրել որպեսզի հասցնենք բայց հենց այս տարբերակը տեղափոխենք ջեռոց մենք կպատրաստենք այս խմորի բաղադրատոմսը Ուրեմն, ինչ արեցինք, խմորը խառնեցինք չրերով, բազմապիսի կտրատված չրեր ունենք, խառնել ենք մեր խմորին, պատրաստեցինք այսպիսի երկարավուն խմորի տեսք տվեցինք, երկարավուն խմորներ եւ իհարկե հիմա պետք է հյուսք անենք։ Հյուսքը պետք է այսպես շատ զգուշությամբ փորձենք միացնել իրար, ահա, վերևի հատվածը, սիրելիներս, 3 հատվածը փորձենք այսպես ամրացնել Եվ զգուշությամբ փորձենք հյուսք տալ, հյուսքի ձև տալ, որպեսզի շատ գեղեցիկ ստացվի։ Ահա, առաջին հյուսքը, երկրորդը, այսպես փորձենք գործել։ Մեկը մյուսի մեջ փորձենք այս գործը, գործվածքը անել։ Ահա, այսպիսի տեսք ստացավ մեր կատնահունցը, փորձենք անկյունները ամրացնել եւ իհարկե լավ կլինի, որ նրան կարողանանք մի փոքր այսպես կլորացնել։ Այսպես, փորձենք այս անկյունն էլ ամրացնենք։ Այսպիսի գնդելիք գեղեցիկ հյուսք ստացանք։ Եվ իհարկե այն պետք է տեղափոխենք համապատասխան տարայի մեջ։ Այստեղ ես յուղաթուղթ եմ ուրեմն դրել, այն կարելի է մի փոքր բուսայուղով պատել, ինչու ոչ։ Փորձեմ վրձնի օգնությամբ տարածել։ Եվ իհարկե վրան պետք է ցանենք այսինքն հավկի տրորենք եւ վրան ցանենք ցանկության դեպքում իհարկե քունջուտ։ Ահա, ես դրեցի այս տարայի մեջ։ Սիրելիներս, իրականում երբ դնում ենք տարայի մեջ, մի 20 կամ 30 րոպե պետք է մնա նորից խմորը հանգստանա։ Բայց քանի որ բավականաչափ այն արդեն հասունացել էր իմ խմորը, ես այն գիշերն էի պատրաստել, ուստի չենք երկարացնում, պարզապես հավկիթը տրորում ենք ու տեղափոխում ենք ջեռոցային։ Հենց հիմա մեկ հավկիթ ես հարեմ։ Այսպես, այստեղ անհաջողություն ունեցանք, բայց ոչինչ։ Այսպես։ Կարող եք հավկիթի հետ մի փոքր կաթ խառնել կամ թթվասեր,
որպեսզի ավելի կարմրավուն ստացվի այն, բայց ես չեմ խառնի, ահա, փորձենք տրորել այն, այսպես, ջեռոցը նախապես եմ տաքացրել սիրելիներս 180 աստիճան, բավականաչափ երկար պետք է եփվի, 50 րոպե ամենակիչը պետք է այն եփվի, այնպես որ նկատի ունեցեք, եւ իմիջիալոց արդեն ժամանակն է այս պատրաստությունները տեսնել, որովհետեւ պետք է մի քանի օր գոնե ավելի շուտ նմանատիպ աշխատանքները կատարվի, որ հասցնենք գնանք եւ մասնակցենք բոլոր այն արարողություններին, պատարակներին, որոնք կատարվում են եկեղեցում։ Ահա սիրելիներս, մի փոքր էլ քունջուտ կցանեմ տեսքի եւ այսպես գեղեցկության համար։ Չնայած հնում բնականաբար մեր տատիկները քունջուտ չեն օգտագործել, բայց այնուամենայնիվ։ Այսպես, մեզ մոտ ամեն ինչ այս պահին պատրաստ է։ Մենք գնացինք ջեռոց։ Սիրելիներս, եթե հասցնի եփվել այն, ապա ես ամենավերջում կցուցադրեմ, եթե ոչ, մենք վաղը անպայման ցուցադրելու ենք, որովհետև ես վաղը պետք է պատրաստեմ զատկական տոնական սեղան։ Իսկ այս պահին ես կամաց սկսելու եմ խմորի բաղադրությունը ձեզ ցույց տալ, բայց դա կլինի քիչ ավելի ուշ, դուք մնացեք մեզ հետ, ալիքը չփոխեք, դեռ հետաքրքիրը առջևում է, դադար մեր եթերում։ Բարի օր, բարի առավոտ իմ թանկագին հեռուստադիտող, հուսով եմ մեզ հետ եք եւ այսօր ինձ հետ միասին այսպես հետազոտում եք խոհանոցը եւ բացահայտումներ եք անում։ Ես այսօր պատրաստում եմ կատնահունց, սիրելիներս, կատնահունցը մենք սովորաբար պատրաստում ենք եւ այսպես մատուցում ենք մեր զատկական տոնի առիթով, մեր սեղաններն ենք զարդարում, շատ հին ավանդական բաղադրատոմս է, հնում կատնահունց ենք պատրաստել, ժամանակակից աշխարհում բոլորս սիրում ենք նորաձևություններ, ուրիշ սովորություններից էլ ենք օգտվում, կուլիչ ենք դնում սեղանին, ինձ թվում է նորմալ է, յուրաքանչյուր գեղեցիկ բան, յուրաքանչյուր համեղ բան, յուրաքանչյուր օգտակար բան, չվնասող շրջապատին որևիցե մի բան, ինչու ոչ կարելի է օգտագործել, ընդօրինակել միայն լավ բաները, ընդօրինակել եւ ինչու չէ օգտվել այդ առիթներից։ Եվ այսօր մենք պատրաստեցինք կատնահունց, այն ջեռոցում եփվում է, ես հիմա ձեզ կատնահունցի բաղադրատոմսն եմ առաջարկելու, քանի որ տեսեք կան բոլոր բաղադրիչները, մենք սկսենք կատնահունցի խմորը պատրաստել, այսինքն այն բաղադրատոմսը, այն տարբերակը, որը ջեռոցում արդեն եփվում է։ Դրա համար ինչ է մեզ պետք։ Մեզ պետք է 2 ավգիտ, այսպես, ես այս չափաբաժինն եմ ձեզ առաջարկում, դուք եթե ցանկություն ունենաք ավելի մեծ տարբերակը ստանալ, բնականաբար կարելի է անել 3 հավկիթով 200 գրամ, այսինքն մի քիչ ավելին բոլոր չափաբաժինները մի փոքր ավել օգտագործել։ Հիմա մի փոքր հարելուց հետո ավելացնեմ այստեղ շաքարավազը, խնդրեմ շաքարավազը 100 գրամ է, հիմնականում գիտեք, ուրեմն կատնահունցը ընդհանրապես այս կուլիչները կատնահունցը պատրաստում ենք խմորիչով եւ այստեղ մեզ պետք է 1 ճաշի գթալ խմորիչ։ Ահա, 1 ճաշի գթալ խմորիչ։ Եվ իհարկե խմորիչի հետ անմիջապես կավելացնեմ մի քիչ, այսպես ասած, երևի թե կես թեյի գթալ վանիլին եւ իհարկե կխառնենք։ Պետք է բուսայուղ ավելացնենք, 2 ճաշի գթալ բուսայուղ, ահա ես արդեն պատրաստել եմ 2 ճաշի գթալ բուսայուղ։
էլի լավ խառնենք։ Իհարկե, հիմա ճիշտ տարբերակով պետք է մի փոքր սպասենք խմորիչը իր գործողությունը կատարի, այսինքն կաթը ավելացնելուց հետո թողնենք մի փոքր խմորիչը հասունացնի այս զանգվածը եւ այնուհետեւ ավելացնենք ալյուրը, բայց քանի որ մենք ժամանակի խնդիր ունենք սիրելիներս, ուրեմն հերթականությամբ ամեն ինչ ես կավելացնեմ, բայց դե դուք բոլորդ շատ լավ, այսպես ասած, տարբերակները եւ ձևերը գիտեք։ Ես պարզապես բաղադրատոմսի բաղադրիչներն եմ առաջարկում հերթականությամբ եւ իհարկե չափաբաժնով։ Այստեղ ունենք 300 մլ կաթ, իհարկե գոլ վիճակում, ինչպես ամենասկզբում նշեցի, ամենակարևորը, որպեսզի կաթը գոլ լինի, ինչի համար, խմորիչի համար բնականաբար, որպեսզի խմորիչը հասունացնի մեր խմորը։ Այսպես պատրաստ է այս հեղուկ զանգվածը։ Հիմա աստիճանաբար կավելացնեմ ալյուրը 3-ից 4 բաժակ, աչքաչափով, հետո արդեն աչքաչափով, այնքան որ կարևորը ձեռքերին չկպչող խմոր ստացվի։ Ահա, ես կամաց կավելացնեմ մեր ալյուրը, փորձենք խառնել։ Իրականում շատ հեշտ խմոր է, այսինքն ոչ մի բարդություն այստեղ չկա, ոչ մի ծանր բաղադրիչներ չկան, որոնք մտածես ոնց եմ ձեռք բերելու, որտեղից եւ ինչպես, դրա համար, չգիտեմ, երևի հենց այսպես էլ մեր տատիկները շատ արագ նախկին ժամանակներում շատ արագ ամեն բան պատրաստել են, թոնրի մեջ թխել են կամ համապատասխան, չգիտեմ, սարքերի մեջ պատրաստել են ու մենք յուրաքանչյուր պահի, յուրաքանչյուր օր ունեցել ենք շատ համեղ ուտելիքներ։ Այսպես աստիճանաբար ավելացնենք, խառնենք, մինչև ստանանք պինդ խմոր։ Ես կարծում եմ արդեն այս ուրեմն հարիչի կարիքը չկա, ես կարող եմ գթալով խառնել, այնուհետև ձեռքով արդեն իմի կբերենք խմորը։ Այսպես։ Արդեն կամաց պետք է անցնենք ձեռքերի օգնությանը։ Մի քիչ էլ ավելացնեմ ալյուր։ Տեսնեմ ես ձեռնոցներ արդյոք ունեմ, ձեռնոցներ, այստեղ չունեմ, չնայած ես միշտ ասել եմ այդ մասին, այսօր եւս կասեմ, որ խմորը, ընդհանրապես խմորին պետք է դիպչել հենց ձեռքերով, մենք սովոր ենք, արդեն ժամանակակից աշխարհում սովոր են ձեռնոցներ կրել, բայց խմորը հենց պահանջում է, որ ձեռքով դիպչես, ինչու ենք ասում ձեռքերին չկպչող, չենք ասում ձեռնոցերին չկպչող, ասում ենք ձեռքերին չկպչող խմոր։ Եվ ընթացիկ կարելի է նաև սիրելիներս մի փոքր ձեռքերին բուսայուղ էլ ցանել, որպեսզի էլի կստիպի, որ շատ ավելի եւ փափուկ ստացվի խմորը եւ էլաստիկ ստացվի խմորը եւ իհարկե ձեռքերին հաստատ չի կպչի։ Արդեն իսկ շատ փափուկ, շատ հաճելի խմոր է, այս մի փոքրն էլ ավելացնեմ։
Եթե կզգաք կարիքը կա, ես ձեզ առաջարկել եմ 3-ից 4 բաժակ, այսինքն լիարժեք 4 բաժակ ալյուր, սիրելիներս։ Եթե կարիք կզգաք նորից ավելացնել ալյուր, ապա կարող եք մի փոքր էլ ավելացնել, արդեն ըստ աչքաչափի, ըստ ձեռքի, բայց կարծում եմ շատ լավ է, սրանից ավել գուցե տեղին չլինի։ Արդեն շատ լավ է։ Սիրելիներս, այս խմորը պատրաստելուց հետո մենք պետք է բավականին երկար ժամանակ սպասենք, մինչ հասունանա մեր խմորը։ Արդեն կարծում եմ 1 կամ 2 ժամ մեզ անհրաժեշտ է խմորի հասունացմանը, բայց քանի որ մենք դրա ժամանակը չունենք, մենք ամեն ինչ արագացված ռեժիմով ենք անում, ուրեմն ես էլ չեմ սպասելու, մինչ հաղորդման ավարտը ես իհարկե կարելի է այդ ընթացքում, որովհետև դեռ դու հյուրեր ես ունենալու։ Այո, մենք այսօր դեռ ունենք հյուրեր։ Ես այդ ընթացքում ինչու ոչ կարելի է մի փոքր սպասել, ամենավերջում իմի բերել մեր հեռուստադիտողի հետ միասին այս խմորը, որովհետև կարող ես ցուցադրել այդ ամանիկները, կուլիչի հետ ամանիկները, ահա վաճառվում են խանութներում, բոլորդ գիտեք։ Այս տարբերակը մենք կտեղադրենք այս թղթե ամանիկների մեջ, հատուկ նախատեսված կուլիչի համար, այնուհետև վերջում կտեղափոխենք ջեռոց։ Պատվերների համար կարող եք գրել։ Այո, ես պատրաստ եմ, այդ սիրով, շատ լավ առաջենք էր, Սուն ջան։ Ամեն ինչ կազմակերպել, մտածել, այսպես շատ գեղեցիկ փաթեթավորումն էլ վերջում կլինի, էլ ինչ է պետք։ Այո, եւ դու կարող ես ցուցադրել մեր հեռուստադիտողին։ Ես ուզում եմ հետո մտածեցի գուցե ուզես հետո անակնկալ լինի։ Դու շատ ճիշտ ես, կարելի է ցուցադրել, որպեսզի նախապատրաստվեն մեր հեռուստադիտողները։ Ես աչքի պոչով նաեւ նայեմ մեր կատնահունցին։ Շատ ելի Ադրինեն ամեն ինչի մասին մտածել է։ Ահա դետալները Սուրբ Հարության տոնի սեղանի համար, որոնք առանձնացրել է Ադրինեն։ Այո, անպայման մեր կատնահունցի վրա կլինի խաչը եւ կլինի Սուրբ Զատիկ գրված այդ գեղեցիկ աքսեսուարը, կողքին նապաստակ։ Իմիջիալոզ նապաստակի մասին իհարկե ես որոշել եմ վաղը խոսենք իր խորհրդի մասին։ Ինքը բոլորովին հայկական մեր ավանդությունների հետ կապ չունի բոլորովին, ինքը կաթոլիկ աշխարհի հետ է կապված, բայց շատ է գեղեցկացում, շատ ուրախ է դարձնում զատկական տոնը։ Եվ պատահական չի հայտնվել այստեղ։ Եվ պատահական չի հայտնվել այստեղ։ Այո, դրա մասին երևի վաղը մի քիչ կխոսենք։ Այս պահին ասենք, որ կատնահունցի խմորը պատրաստ է։ Ես սրբիչով հիմա կարող եմ այն ծածկել, ահա ասացինք ձեռքերին չկպչող խմոր, այդպիսի խմոր ստացանք, կթողնենք հենց թասիկի մեջ, սրբիչով կծածկեմ այն։ Ահա հետո քիչ ավելի ուշ կավելացնենք մեր ջրերը։ Կտրատված ջրերը։ Այո, հիմնականում կատնահունցը ասեմ պատրաստվել է չամիչով։ Բայց մենք մի փոքր այսպես ավելի կճոխացնենք ժամանակակից դարձնում ամեն ինչ, պատրաստում ենք նաև ջրեր ենք այստեղ օգտագործում։ Հիմնականում չամիչն է, ցանկության պարագայում միայն չամիչ օգտագործեք։ Հիմա կթողնենք մի փոքր կհանգստանա, ամենավերջում արդեն կփորձենք ընթացիկ ավարտը այո ցույց տալ, որպեսզի հեռուստադիտողը այսպես հասկանա ինչի մասին էր այսօրվա խոհանոցը։ Այնպես որ միշտ մնացեք մեզ հետ, դեռ հետաքրքիր արժևում է այս շաբաթ շատ այսպես էքսկլյուզիվ եթերներ ենք պատրաստել, խորհուրդ ենք տալիս մեզ հետ մնաք, վաղը հատկապես մենք արդեն ճիշտ է դեռ պահքի շրջան է, դեռ դրա կարիք չկա, բայց մենք ինչ-ինչ պատճառներով ուզում ենք վաղը արդեն մատուցել այն զատկական գեղեցիկ սեղանը, որը շատ մեծ սիրով ուզում ենք կիսել ձեզ հետ։ Եվ ես շատ արագ նշեմ, որ այստեղ Էլոլայի կատնամթերքն եմ տեսնում, անարատ կաթից պատրաստված կատնամթերք առաջարկում է Էլոլա ընկերությունը, ահա զամբյուղը տեսնում եք մեր էկրան
տեսականին եւ պանիրների հիանալի տարբերակներ ունեն, այնպես որ անպայման ձեռք բերեք, առավոտը սկսեք կատնամթերք օգտագործելով եւ վայելեք։ Ինչպես նաեւ Իջևանի գինուգործանի կողմից առաջարկվող պահածոները, հյութերի լայն տեսականին եւ անմահական գինիները հրաշալի այսպես լրացում կլինեն Սուրբ Հարության տոնի խորհրդին պատկանող սեղանին, կարող եք ձեռք բերել։ Դուք հիմա տեսնում եք ձեր էկրաններին ընդամենը շատ փոքրիկ հատված այս գործարանի արտադրանքի, իրենք շատ մեծ տեսականի ունեն, այնպես որ անպայման ձեռք բերեք եւ տնական համի ու հոտի մասին հուշող այս պահածոները կգոհացնեն ձեզ եւ ձեր ընտանիքի անդամներին։ Դե իսկ պարագաները, որոնք կթեթևացնեն ձեր հոգսը խոհանոցում, բրազիլական Տրամոնտինա ընկերությունն է առաջարկում, որը իր որակի համար հայտնի է ամբողջ աշխարհում եւ հասանելի է նաեւ հայ սպառողին, ու մեր շատ սիրելի Ադրինեի ժպիտը նաեւ այս խոհանոցային պարագաների թեթևությամբ եւ որակյալ լինելով են պայմանավորված։ Շատ ճիշտ ես, ես շատ եմ հավանել այս ապրանքանիշը, ընդհանրապես բոլոր մեր գործընկերների առաջարկվող ապրանքները շատ այո լավն են, իսկ Տրամոնտինան, որովհետև մշտապես դու օգտվում ես խոհանոցային պարագաներից, չի կարող չուրախացնել, նրանք շատ թեթև են, շատ մաքուր են, շատ բնական են, այնպես որ խորհուրդ ենք տալիս օգտվել այս հնարավորությունից, որովհետև մեր սպառողը այլևս ունի այդ հնարավորությունը։ Դե ինչ շատ չսպասեցնենք մեր շատ սիրելի հյուրերին, հիմա ունենանք կարճատև դադար, որից հետո վերադառնանք առաջին ծրագիրը շարունակենք եւ ողջունենք այսօրվա մեր վերջին հյուրերին։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ես արդեն պատրաստել եմ այն համեղ խմորը, որը պետք է իհարկե տեղափոխենք այս համապատասխան կուլիչի համար համապատասխան թղթե տարաների մեջ եւ տեղափոխենք ջեռոց, այսինքն կատնահունցի մեկ այլ տարբերակի պատրաստումը, այն պատրաստեցինք հյուսքի ձևով, այս պատրաստելու ենք արդեն այսպես գմբեթաձև։ Հիմա պետք է այս երկարավուն խմորը երկու մասի բաժանել, բայց վերևի հատվածը կթողնենք այսպես ամրացված, այսինքն չենք կիսի։ Այստեղ մեջտեղից այսպես կիսում ենք այն, ուղիղ գծով կիսում ենք եւ պետք է փաթաթենք մեր խմորը։ Ահա։ Հիմա հակառակ ուղղությունով այսպես կլորավուն ձև ենք տալիս մեր խմորիկին, որը իհարկե չրերով է, դուք կարող եք միայն չամիչով պատրաստել այն, սա էլ այս կողմ ենք պտտեցնում, ահա, ստացանք այսպիսի ձև եւ իհարկե այսպես դնում ենք իրար վրա, ահա, այսպես, ու տեղափոխում ենք մեր թղթե ամանիկի մեջ, վրան էլի հավկիթ ենք տրորելու եւ տեղափոխենք ջեռոց, բայց մինչ այդ, քանի որ մենք շատ արագ կատարեցինք մեր բոլոր գործողությունները, ես մի փոքր դեռ կսպասեմ խմորը հասունանա, սիրելիներս, շատ արագ չեմ տեղափոխի ջեռոց, հիմա մի փոքր էլի կսպասենք, հետո նոր արդեն կտեղափոխենք ջեռոց մեր խմորիկները։ Այսինքն ես ձեզ առաջարկում եմ երկու պատրաստման տարբերակ նույն բաղադրատոմսով, պարզապես ձևի տարբերություն է այստեղ, ահա, պտտեցրեցինք այս կողմ, հիմա մյուս հատվածը, մյուս կողմ, դրեցինք իրար վրա, այսպես, և իհարկե տեղափոխեցինք թղթե ամանիկի մեջ։ Սա այսպես կմնա մի կողմի վրա հանգստանա, հետո քիչ ավելի ուշ կտեղափոխեմ ջեռոց, որպեսզի ուրեմն եփվի։ Ես հենց հիմա բերում եմ մեր մյուս պատրաստված տարբերակը, տեսնենք ինչ է ստացվել։ Ահա սիրելիները, ստացվել է այսպիսի կատնահունց, ես դեռ չեմ տեղափոխում այստեղ, որովհետև շատ տաք է մեր կատնահունցը, բայց շատ լավ է եփվել, հուսամ ամբողջը եփված է, ամեն ինչ լավ վիճակում է։ Սիրելիներս, ես սա չեմ կտրելու, այսօր ձեռք չենք տալիս, սպասում ենք վաղվան, վաղը պատրաստելու ենք զատկական շատ համեղ կերակուր եւ կողքին մատուցելու ենք թե մեր կատնահունցը, թե ներկած հավկիթներ եմ առաջարկելու
Ես անպայման կներկեմ մի քանի հավքիթ, որպեսզի մեր զատկական սեղանը ամբողջական լինի։ Դուք մնում եք մեզ հետ անպայման։ Յուրաքանչյուր առավոտ միանում եք առաջին ծրագրի հետ եւ վաղը հատկապես, որպեսզի այսպես հասկանանք զատկական տոնի նախապատրաստական աշխատանքները ինչպիսինն են։ Լավ մնացեք, ես ձեզ շատ եմ սիրում եւ լավ օր եմ մաղթում։ Կհանդիպենք։